Տիրոջը օրհնենք մեր ամբողջ զորությունով։ Սաղմոս 146 առաջի խոսքից ասեմ. Ալելույա, օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։ Տիրոջը կօրհնեմ ես իմ կյանքում, իմաստուն Սաղմոս կասեմ, քանի որ կամ։ Երանի նրան, որի օգնականը Հակոբի Աստվածն է, որ նրա հույսն իր Եհովա Աստծո վրա է։ Երանի մեզ սիրելիներ, որ մեր հույսը կենդանի Աստծո վրա է։ Թող որ Աստված փառավորվի մեր կյանքերում, թող որ մեր հույսը ամբողջ աշխարհին ցույց տա, որ նա կենդանի է։ Հալելույա, միասին օրհնենք Տիրոջ անունը։ Օրհնենք ով իմ անձը, նրա բոլոր բարիքները մի մոռնար։ Օրհնենք ով իմ անձը, նրա բոլոր բարիքները մի մոռնար։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։ Որ մեզ մսակում ես քո փառքով, շնորհակալ ենք Տեր, որ ամեն անգամ եւ քո կարիքն ենք զգում, երբ բարձրացնում ենք մեր ձայնը ու կանչում ենք ես Տեր, դու գալիս ես եւ փառավորվում ես մեր կյանքում։ Շնորհակալ ենք Տեր եւ մեծարում ենք քո սուրբ ու պատվական անունը այս վայրում։ Ամեն։ Շարունակենք Տերոջը օրհնել ու մեծարել։ Ամեն, ամեն։ Մեր Տերը արժանի է առնելու ամեն փառք ու պատիվ։ Հալելույա։ Ովքեր են սպասում Տիրոջ երկրորդ գալուստին։ Ես անհամբեր սպասում եմ, երբ այն Տերը նորից գալու։ Բարձրացան եկենք Տիրոջը։ Խուցյան սպասում ենք ես Հիսուս մեր Տեր, հավատում ենք շուտով կգաս տանելու մեզ, հավերժության մեջ կտեսնենք երեսել քո, ու կօրհնենք քեզ կմեծարենք Աստծո հոգով։ Խուցյան սպասում ենք ես Հիսուս մեր Տեր, հավատում ենք շուտով կգաս տանելու մեզ, հավերժության մեջ կտեսնենք երեսել քո, ու կօրհնենք քեզ կմեծարենք Աստծո հոգով։ Maranatha, Maranatha, Hosanna.
Տեր, օրհնյալ լինի քո գալուստը, որ շուտով մոտենում է մեզ։ Տեր, պատրաստիր մեր անձերը, պատրաստիր, որ երբ որ դու գաս, մենք պատրաստ լինենք, Տեր, որ քեզ հետ միանանք հավերժությանը, Տեր, որ քեզ հետ հավիտենությունն ապրենք։ Մեր ապավեն, օրհնում ենք քո սուրբ անունը։ Դավթի Սամոսն ասում է. բայց ես կօրհնեմ քո զորությունը, անկախ ամեն ինչից, եւ առավոտանց կփառաբանեմ քո ողորմությունը, որովհետեւ դու պահապան եւ ապավեն եղար ինձ իմ նեղության օրը, ով իմ զորություն, քեզ սաղմոս կերքեմ, որովհետեւ ով Աստված, դու ես իմ պահապանը եւ իմ ողորմության Աստվածը։ Մենք մեծարում ենք քեզ, մենք խոնարհվում ենք քո առջև, շնորհակալ ենք Տեր քո բարիքների համար, շնորհակալ ենք Տեր քո բոլոր հավատարմությունների համար, այս հնարավորության համար էլ շնորհակալ ենք Տեր, որ կանգնած քո ներկայության մեջ քեզ երգում ենք, որ դու մեր ապավենն ես։ Ալենալենի վիճակներում քո խոսքն ասում է կանչիր ինձ, մենք կանչում ենք քեզ Տեր, կանչում ենք, որ դու հայտնես մեզ անհասանելի բաներ, որոնք մենք չգիտենք, մենք սպասում ենք քեզ Տեր, որ գաս ու միջամտես մեր կյանքին, որ քո կամքը կատարվի մեր կյանքում, մենք կանչում ենք քեզ Տեր մեր կյանքերում, իմ ապավեն հասիր ինձ օգնության, հիշիր ինձ քո բարության համար, Տեր մի թաքցնիր երեսդ ինձանից, թող տեսնի թշնամին, որ դու օգնեցիր ինձ Տեր, իմ ապավեն հասիր ինձ օգնության, հիշիր ինձ քո բարության համար, Տեր մի թաքցնիր երեսդ ինձանից, թող տեսնի թշնամին, որ դու օգնեցիր ինձ Տեր, սիրո աղբյուր ապրեցնիր ինձ, դու իմ կյանքի միակ բարեկամն ես, ես բարձում եմ ձեռքերս քեզ Հիսուս, սպասում եմ իմ օգնությունը Տեր քեզանից, նորից կանչի նրան, սիրո աղբյուր թագավորիր իմ մեջ, դու իմ կյանքի միակ բարեկամն ես, ես կանչում եմ ձեռքերս քեզ Հիսուս, ես սպասում եմ իմ օգնությունը Տեր քեզանից, իմ ապավեն հասիր ինձ օգնության, հիշիր ինձ քո բարության համար, Տեր մի թաքցնիր երեսդ ինձանից, թող տեսնի թշնամին, որ դու օգնեցիր ինձ Տեր, իմ ապավեն հասիր ինձ օգնության, հիշիր ինձ քո բարության համար, Տեր մի թաքցնիր երեսդ ինձանից, թող տեսնի թշնամին, որ դու օգնեցիր ինձ Տեր, քո խոսքով ապրեցնում ես դու ինձ, բարձրացնում ես գնում
թշնամիների Եվ մի սպասենք մեր օգնությունը Տեր քեզանից Տեր քո խոսքով ապրեցնում ես դուրից բարձրացնում ես գլուխը սարային որ մենք նայենք մեր բոլոր խնդիրների վրա Եվ մի սպասենք մեր օգնությունը Տեր քեզանից Իմ ապավեն հասիրից օգնության Իշիրից քո վարդության համար Տեր մի թաղնի երեսնից ալից Թող տեսնի թշնամին որ դու օգնեցիր Իմ ապավեն հասիրից օգնության Իշիրից քո վարդության համար Տեր մի թաղնի երեսնից ալից Թող տեսնի թշնամին որ դու օգնեցիր Իմ ապավեն հասիրից օգնության Տեր Հիսուս Հիշիր մեզ քո բարության համար Տեր Տեր մի թաքսիր երեսնից ալից Թող տեսնի թշնամին որ դու օգնեցիր Կանչիր իմ ապավեն Տեր գիտենք որ լսում ես մեզ և կանչում ենք քեզ Տեր մի թաքսնի երեսնից ալից Թող տեսնի թշնամին որ դու օգնեցիր ինձ Տեր Երանի այն ամեն ազգին որ կանչում է անունը քո Երանի այն ամեն ազգին որ կանչում է անունը քո Տեր Հիսուս մենք կանչում ենք քեզ որ մեծարվես մեր կյանքերում որ ամեն բան մեր կյանքում մեծարի ու փառաբանի քեզ Հալելույա օրհնենք Տիրոջը Աստված, որին հուսացածել Բարձրալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հնչում Ես կասեմ Տիրոջը իմ ապավեն և իմ ամրոց իմ Աստված որին հուսացածել Նա փրկեց ինձ մահից ոսողի որակայթից Ինձ շարվանջի մոտենա նրա թևերի տակ ապահովել և վստահ Ինձ շարվանջի մոտենա Thank you.
Իշարբան չի մոտենա Եվ կանչես դու նրան կստանաս պատասխան հայր մեզ հետ ես հավիտյան Օշնել է քո տունը ու փակել է քո որդկանց բարձրացն է ապավեն քեզ համար Եվ կանչես դու նրան կստանաս պատասխան հայր Աստված քեզ հետ է հավիտյան Օշնել է քո տունը ու փակել է քո որդկանց բարձրացն է ապավեն քեզ համար Նա փրկեց ինձ մահից ոսողի որողեցից Ինչ չարբան չի մոտենա Նրա թևերի տակ ապահովեմ և վստահ Ինչ չարբան չի մոտենա Նա փրկեց ինձ մահից ոսողի որողեցից Ինչ չարբան չի մոտենա Նրա թևերի տակ ապահովեմ և վստահ Ինչ չարբան չի մոտենա Ինչ չարբան չի մոտենա Ինչ չարբան չի մոտենա Ահանորից ձեռքերիդ մեջ է ամբողջը իմ դեր քոն է հագիստը իմ քո հոգու մեջ է ողջ կյանքը իմ քոն է Հավատում եմ քեզ Հիսուս պատկանում եմ քեզ Հիսուս Փառք Աստծուն, փառք Տիրոջը։ Սիրելիներ, մենք մի հրաշալի շրջան ենք անցնում հիմա։ Ամեն տարի այս օրերը բոլոր գրեթե ամբողջ աշխարհում, տարբեր տեղերում, անգամ իսլամական երկրներում տոնվում է որոշ տեղերում Հիսուս Մարգարեի ծննդյան տարեդարձը, կարելի է ասել այդպես հիշատակությունը, որոշ տեղերում մենք քրիստոնեական երկրներում արդեն մեկ ամբողջ ամիս, ամբողջական ամիս տալիս ենք այս հիշատակին մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկիր գալուն, բայց առավել ևս քրիստոնեական եկեղեցիներում անշուշտ խոսվում է այդ մասին։ Եվ գիտեք, ամեն անգամ երբ որ մենք խոսում ենք Տեր Հիսուսի աշխարհ գալու մասին, երբեմն բաներ ենք հայտնաբերում, որոնք որ միգուցե ժամանակ մինչև էս չենք նկատել։ Ես սիրում եմ ուսումնասիրել, ես սիրում եմ պատմություն ուսումնասիրել, սիրում եմ անձերի կյանքը ուսումնասիրել, իրավիճակներ ուսումնասիրել, հետ գնալ պատմության խորը տեղերը, հասկանալ որոշ թվագրություններ, հասկանալ որոշ բաներ, ինչու եմ սա անում, որովհետև ուզում եմ հասկանալ, տեսնել Աստծո մեծությունը այդ ամեն ինչի մեջ։ Երբեմն մեզ թվում է, թե մենք սխալ ժամանակ ենք ծնվել։ Հետ եղել է ձեզ զգաք, որ դուք սխալ ժամանակ եք ծնվել։ Ախ, երանի ես Հիսուսի ժամանակ ծնվածել եմ, ով է ուզում Հիսուսի ժամանակ ծնված լինել։ Մի քանի հոգի կան, բայց որ լինեք, ասեք, երանի ես 20-րդ դարում ծնված լինեի կամ 21-ում։ Սիրելիներ, մենք երբեք սխալ ժամանակ չենք ծնվել։
Աստված որոշել է ամեն բան, նա գիտի մեր կարողությունը, նա գիտի մեր ժամանակը, նա գիտի ամեն բան, ինչ որ մեզ հետ պիտի տեղի ունենա, նա գիտի այն թագավորները, որի ժամանակ ես ու դու պետք է ծնվեինք, նա գիտի այն ծնողներին, ումից պիտի ծնվեինք, նա գիտի վայրը, location-ը, ամեն բան նա շատ լավ գիտի։ Նա հրաշալի պատրաստություն տեսնող Աստված է։ Ամեն։ Միգուցե որոշներս մտածենք, այ բա որ ես ծնված եմ այսինչի ընտանիքում։ Չէ՞, հարուստի ընտանիքում, չգիտեմ, պրեզիդենտի, այսինչ այնինչի։ Մի բողոքիր, որևէ մեկի ընտանիքը քոնը չէր, քոնը այն է, որտեղ դու ծնվել ես արդեն, որտեղ Աստված ամեն բան վերահսկում է։ Ամեն։ Կարող ենք այդ վերահսկող Աստծուն մի հատ լավ ծափահարություն տանք, հրաշալի ծափահարություն, ասենք դեր փառք ես, որ ամեն բան իմ կյանքում կատարվում է քո որոշմամբ։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Այսօր մի հրաշալի նյութ կա, որ պետք է խոսեմ ձեզ հետ, սիրելներ։ Վստահ եմ, որ այս նյութը դուք տարբեր այսքան տարիներ լսել եք, բայց նյութի բովանդակության հետ որոշակի բաներ կա, որ ուզում եմ անպայման ձեզ փոխանցել։ Այսօրվա պատգամս վերնագրել եմ շատ հետաքրքիր խոսքի հիման վրա, որ Աստվածաշունչը մեզ սովորացնում է, այդ մեկնաբանությունը այսպես է. Էմանուել կամ մեկ այլ կերպ ասած, որ Աստված մեզ հետ լինի։ Այսօրվա պատգամս վերնագրել եմ այսպես, որ մեզ հետ լինի։ Ես շատ եմ նկատել, որ մարդիկ իրանց, ինչ ասեմ, հատուկ փոփոխությունների ժամանակ, մանավանդ ինչ-որ որոշումներ կայացնելուց առաջ ուզում են, որ Աստված իրանց հետ լինի, ինչ-որ պիտի տեղի ունենա։ Գիտեք, այս նկարը, որ դուք հիմա տեսնում եք, սա պատահական նկար չէ։ Չգիտեմ դուք ինչ եք պատկերացնում, բայց իմ պատկերացմամբ եւ նաեւ իրական այս նկարի մասին խոսելուց կարող ենք ասել, որ սա NASA-ի նկարն է, որ ինքը ֆիքսել է այն պահը, երբ որ որոշակի բաներ, պայթյուններ են տեղի ունեցել երկնքի մեջ, եւ այդ պայթյունները շատ մեծ սարսափ են առաջացրել, որովհետեւ արձակվել են քիմիական շատ զորավոր նյութեր, եւ այդ զորավոր նյութերի այդ պայթյունը այդ մեծության մեջ հանկարծ հայտնաբերվել է ձեռքանման ինչ-որ մի բան։ Եթե դուք տեսնում եք նկարը, կարող եք պատկերացնել, որ իսկապես նման է, չէ՞։ Ձեռքի նման է։ Եվ այս նկարը NASA-ն հենց երբ որ ֆիքսել է եւ մարդիկ այս նկարը անվանել են Աստծո ձեռք։ Աստծո ձեռք։ Հին Գտակարանում շատ ենք կարդում, որ ասում է եւ Աստծո ձեռք այսինչի հետ էր կամ Աստված այսինչի հետ էր, այսպիսի բաներ շատ ենք տեսնում, բայց եկեք մի բանում համոզված լինենք, սիրելներ, Աստծո ձեռքի լինելը կամ Աստծո ներկայությունը մեզ հետ լինելը բոլորիս համար կարևոր փաստ է, կարևոր օրհնություն է։ Մենք շատ ենք ուզում, որ Աստված մեզ հետ լինի։ Միգուցե բաներ կա, որոնք որ այնպես չի դասավորվում մեր սխալ ընտրությունների պատճառով, բայց ուզում եմ ձեզ ասել, Աստված ուզում է եւ ծրագրել է, որ միշտ մեզ հետ լինի։ Ուզում եմ սիրելներ անդրադառնալ Աստծո խոսքին եւ Մատթեոս առաջի գլուխ 18-ից 25 համարներն եմ ուզում ձեզ համար կարդալ։ Սա բոլորիս շատ քաջ, ծանոթ, տեղյակ համարներ են, որ խոսում է Տեր Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու մասին։ Ասում է. «Եվ Հիսուսի Քրիստոսի ծնունդը այսպես էր. Նրա մայրը Մարիամը նշանված լինելով Հովսեփին, դեռ մինչև նրանց իրար մոտ գալը Սուրբ Հոգուց հղացած գտնվեց։ Եվ նրա մարդը Հովսեփը արդար լինելով եւ նրան խայտառակել չուզելով, խորհեց ծածուկ արձակել նրան։ Եվ մինչ դեռ նա մտածում էր, ահա Տիրոջ հրեշտակը երազում երևաց նրան եւ ասաց. Հովսեփ, Դավթի որդի, մի վախեցիր քեզ մոտ առնել քո կնոջը Մարիամին, որովհետև նրանում ծնվածը Սուրբ Հոգիից է։ Եվ նա որդի կծնի, նրա անունը Հիսուս կդնես, որովհետև նա իր ժողովրդին կփրկի իրենց մեղքերից։ Եվ այս ամենը եղավ, որ կատարվի մարգարեի ձեռքով Տիրոջից ասվածը, որ ասում է. Ահագույսը կհղանա եւ որդի կծնի եւ նրա անունը Էմանուել կկանչեն, որ թարգմանվում է Աստված մեզ հետ։ Եվ Հովսեփը քնից արթնանալով այնպես էլ արեց, ինչպես որ Տիրոջ հրեշտակը հրամայեց նրան եւ առավ իր կնոջը իր մոտ եւ չիմացավ նրան մինչեւ որ իր անդրանիկ որդին ծնեց եւ նրա անունը կոչեց Հիսուս։ Ահա ինչ գեղեցիկ պատմություն է։ Ես չեմ ուզում մանրանալ եւ մտնել այն մի նյութի մեջ, որ ինչպես դա տեղի ունեցավ, ինչպես էր Մարիամը հղիացավ, գիտնականները ինչպես են ապացուցում, մարդիկ կար հայրական կողմ, մարդիկ կար մայրական ինչ-որ բան, դրա մասին չէ իմ խոսքը։ Իմ խոսքը նյութը սա է. Աստված իր որդին ուղարկեց երկիր, որպիսի նա մեզ հետ լինի։ Ամեն։ Որ Աստված մեզ հետ լինի, Էմանուել, Աստված մեզ հետ։
Ինչ որ մեկին նայր եւ ասա, թող Աստված քեզ հետ լինի։ Ինչի մեջ էլ որ լինես, թող Աստված քեզ հետ լինի, որպեսզի քեզ օրհնի, փրկի, պաշտպանի, զորացնի։ Ամեն։ Ուրախ եք թե չէ։ Շատ տխրեցիք ոնց որ մի տեսակ։ Չէ, ուրախացեք։ Երբ որ ես կարդում եմ այս հատվածը, հիանալի հայտնություններ Սուրբ Հոգին սկսեց հետս խոսել, ես շատ արագ եմ գնալու, սիրելիներ, ուզում եմ որ ինձ հետ գաք։ Գիտեք, որ Աստված նախապես ինքը հայտնեց իր որդու աշխարհ գալու մասին տարբեր մարգարեների միջոցով։ Աստված ինքը մարգարեներին հայտնեց նախորոք հարյուրավոր տարիներ առաջ։ Ասեց, որ կգա ժամանակ, որ այսպիսի իրադարձություն տեղի կունենա։ Եվ այն ամեն ինչ որ մենք կարդում ենք հիմա Մատթեոս ավետարանի մեջ, դա բոլոր մարգարեությունների ամբողջականացումն է կամ իրականությունն է։ Այդպես իրականացավ այն ծրագիրը, որ Աստված խոսեց։ Գիտեք, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Աստված ինքը տեսնում է մեր կարիքը եւ ինքն է նախաձեռնում մեր կյանքի փրկությունը եւ օրհնությունները։ Մենք չգտանք Աստծուն, Աստված գտավ մեզ։ Համաձայն ես ինձ հետ։ Մենք չենք, որ փնտրում էինք Աստծուն, Աստված էր, որ մեզ գտավ։ Նա շատ լավ գիտի, երբ հանդիպի մեզ։ Միգուցե մենք ասենք, երանի մենք շուտ ապաշխարած լինենք, այո, երանի, բայց երբեք չգիտենք, թե ինչ վիճակում կլներ կամ արդյոք դա էր ճիշտ ժամանակը։ Աստված հիմա ասում է, երբ որ լսես, ճիշտ այդ ժամանակն է, որ դու ապաշխարես։ Որոշ մարդիկ ասում են, դե լավ, մի քիչ անցնի, հետո մի եղբայր ունենք, որ շատ աշխարհիկ մեկն էր, սովորել չսիրող մեկն էր, ասում է, երբ որ Աստվածաշունչը ինձ ասցին, որ պիտի ապաշխարես, ասի ապաշխարում եմ, բայց ինչ պիտի անեմ, ասին գիրքը պիտի կարդաս։ Ասում է, վերցրի, ասի ինչ գիրք, ասում է, բերեցին գիրք, տվեցին ձեռս, այն ժամանակ ավելի հաստ էր Աստվածաշունչերը։ Ասում է, բերեցին, ասում է, երբ որ գրքի հաստությունը տեսա, 6 ամիս ապաշխարությունս հետաձգեցի։ Ես մտածում էի, որ ես գիրքը ոնց կարամ կարդամ այսքան։ Ասում ամբողջ դպրոցում ես սրա կեսը չեմ սովորել, չեմ կարդացել, բայց հանկարծ ինձ բերում են հաստ գիրք եւ սա պիտի կարդամ։ Եվ այն էլ ոչ մի անգամ, ամբողջ մի կյանք։ Սիրելիներ, Աստված ինքը նախաձեռնեց իր փրկությունը մեզ համար։ Աստված ինքը տեսավ իմ ու քո կարիքը։ Ես ուզում եմ այսօր դու մի բան հասկանաս, եթե շատ բան չտանես այստեղից, գոնե այն ամենը, ինչ կվերաբերի այսօր հենց քո կարիքին, իմացիր, Աստված տեսնում է քո կարիքները։ Կարող ես քո ձեռքը դնել քեզ վրա եւ ասել, ես հասկանում եմ, ես հավատում եմ, ես գիտեմ, որ Աստված տեսնում է իմ կարիքները։ Դուք մտածում եք, սա միայն որդուն ուղարկելն է, ոչ, որդուն ուղարկելը առաջի քայլն է, բայց որդին, որ եկավ, մեր մեջ մնում է հավիտյան։ Այսինքն նա հավիտյան հաղորդ է մեր կարիքներին, նա ամեն ժամանակ update է ստանում մեր ներսից, նա գիտի, թե ինչի կարիք ունի Աստծո մարդը, նա գիտի ինչի կարիք դու ունես այսօր եւ կունենաս վաղը։ Աստված տեսնում է քո կարիքը։ Ուրեմն իմացիր, եթե մարդիկ չեն տեսնում քեզ, մի զույգ աչք կա, որ տեսնում է։ Ամեն ինչ տեսնում է իմ ու քո կյանքի մեջ։ Կապ չունի քո կարիքը, իրավիճակը, մեծությունը, փոքրությունը, խորությունները, հասկացողությունները, դա քո կարիքն է։ Եթե դա քո կարիքն է, ուրեմն իմացիր, Աստված կարիքներին պատասխան տվող Աստված է։ Ամեն։ Երբ որ զգաս, որ հոգիդ ուրախանում է, ասա ամեն, հալելույա, ինչ կուզես ասա։ Ուզում եմ, որ հրաշալի ժամանակ անցկացնենք Տիրոջ հետ այսօր, այս հրաշալի պատգամի հետ։ Հաջորդը, որ կարող ենք տեսնել, Աստծո խոսքն ասում է, որպիսի կատարվի մարգարեների ասվածը։ Սա նշանակում է, Աստված ինքը ապացուցում է, որ այն ժամանակ ես էի խոսել։ Գիտեք, մարդիկ կան, որ մի բան ասում են, չէ՞, ասում ես ինչ հիմքի վրա։ Դե այն ժամանակ, ինչ ժամանակ, ով էր ասել, դրա մասին ով է հիշատակել, ոչ մեկ չգիտի, բայց Աստված ինչ որ ասել է, չի մոռանում։ Նա ասել է, որ ես քեզ հետ կլինեմ, նա չի մոռացել, որ քեզ հետ կլինի։ Նա գիտի քո կարիքը, այո, եւ քեզ հետ կլինի։ Եվ Տեր Հիսուսի երկիր գալը, որ մարգարեների միջոցով ասվածը կատարվեց, Աստված պարզապես սրանով ուզում է փաստել, որ այն ինչ որ ես խոսել էի հարյուրավոր տարիներ առաջ, դա ես էի։ Եվ ես չեմ մոռացել իմ խոստումները։ Ամեն։ Հաջորդ բանը, որ կարող ենք նկատել, սիրելիներ, Աստված ինքը նախաձեռնեց իր որդու աշխարհ գալը, որ չլինի թե Աստված օգտվում է մեր ծրագրերից։ Դուք պատկերացրեք, եթե հանկարծ Հիսուսը ծնվեր, Աստված ասեր, ում հետ գործ ունենամ, այս մեկը լավն է ոնց որ, հա, եւ գիտեք ինչ տեղի կունենար։ Մարդիկ կմտածեն, կասեն, Հովսեփ էս ինչ լավ երեխա է դաստիարակել։ Բրավո Հովսեփ Մարիամ։ Էս ինչ լավ երեխա եք դաստիարակել, Աստվածապաշտ, գեղեցիկ, սիրուն։ Ոչ, էլի ոչ, սիրելիներ։ Աստված ինքն է անում այս բոլորը։
Նա հենված չէ, նրա գործը հենված չէ մեր մարդկային կարողությունների վրա։ Գիտեք, Աստված ամեն բան կարող է անի։ Այսօր շատ մարդիկ տեսնում են, որ մտածում են, եթե ես չլնեմ, եկեղեցին կքանդվի։ Եթե ես չլնեմ, ծառայությունը իրականություն չի դառնա։ Եթե ես չլնեմ, մեր բանը տեղի չի ունենա։ Սիրելիս, ուրախ եւ տխուր լուր ունեմ զուգահեռ։ Տխուրն ասեմ, եթե դու չլինես, դու կկորցնես, բայց Աստված նոր մարդիկ կհանի եւ Աստծո գործը երբեք չի կանգնի։ Բայց երանելի ես դու, երբ որ դու որոշես, ասես Տեր, թող ես լինեմ այդ մարդը, որի միջոցով սա կկատարվի։ Ամեն։ Ուրեմն կա մի պարզ ճշմարտություն, սիրելիներ, Աստված հենված չէ, երբեք հենված չէ մարդկային կարողությունների վրա։ Նա տվեց մարդկանց ամեն բան, բայց նաև օգնական եղավ մեզ։ Նա է, որ մեզ օգնում է, զորություն է տալիս կարողանալ ծառայել իրեն, առաջ գնալ հոգևորապես։ Եվ մենք մշտապես նրա կարիքը ունենք։ Ամեն։ Ուրեմն Աստված տվեց իր միածին որդուն, որի անունը հայտարարվեց որպես Էմանուել։ Աստված մեզ հետ։ Ինչքան ժամանակ։ Հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Հիմա նա եկավ մեր հետ լինելու, մենք էլ համաձայնվեցինք իր հետ լինելու եւ այդպես հավիտյան։ Ուրեմն իմացեք, որ մի ճամփորդություն ենք սկսել մենք Տիրոջ հետ, որը երբեք վերջ չի ունենա։ Մի քանի կարևոր բաներ, որ ուզում եմ ասել սիրելիներս, հենց այս նյութի հետ վերաբերյալ։ Գիտեք, որ Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին դարեր առաջ մոտավորապես 300-ից ավել մարգարեություններ են եղել, ընդհանրապես Հիսուսի մասին, որոնցից որոշները ուղղակիորեն խոսվել են ծննդյան մասին։ Ուղղակիորեն։ Տեր Հիսուսի աշխարհ գալու մասին շատ-շատերը խոսել են առանց իմանալու, թե իրենք ինչ են խոսում։ Գիտեք, երբեմն լինում է, չէ՞, մի բան ասում ես, ես մանավանդ դա շատ եմ նկատել, օրինակ մարդիկ, որոնք որ իրանց մահից առաջ ինչ որ բաներ են խոսել, ասել են բան, ոչ մեկ բանի տեղ չի դրել, ճիշտ եմ ասում, թե չէ։ Հենց մահանում ասում են, հլստեն նայի, այս բաները ինքը ասեց, չէ՞։ Որոշ են ասում, այ կարող է ինքը զգում էր մի բան, որ ասեց, չէ։ Ուղղակի մենք ուշադիր չենք, որ մարդը ինչ է ասում։ Երբ որ կորցնում ենք այն ժամանակ մտածում ենք, ուրեմն էս նկատի ուներ։ Սիրելիներս, շատ կարևոր է այստեղ մի բան հասկանանք, որ մարգարեները Աստծուց առնում էին խոսք։ Իրանք ժամանակ էին անցկացնում Տիրոջ ներկայության մեջ, Տերը խոսում էր եւ նրանք արձակում էին այդ խոսքը։ Եվ այդ խոսքը գնում էր պատմության մեջ, այդ խոսքը ճանապարհ էր անցնում մինչև որ դրանք կատարվեին։ Երբեմն խոսքերը կատարվում են մարգարեների ժամանակ, երբեմն մարգարեներից հետո, եւ ոչ թե միայն հետո քիչ ժամանակում, այլ հարյուրավոր տարիներ հետո։ Այնինչ վերաբերում է Մեսիայի հայտնությանը, Մեսիայի գալուն, Տեր Հիսուս Քրիստոսի գալուն, դա շատ շտապ տեղի չունեցավ։ Երկար ժամանակ, երկար ճանապարհ անցավ դա։ Բայց այսօր մենք կարող ենք մի քանի կարևոր փաստեր նկատել եւ ասել։ Օրինակ, մի քանի խոսքեր, որ առանձնացրել եմ սիրելիներ Սուրբ Ծննդյան Տեր Հիսուս Քրիստոսի համար եղած մարգարեություններից։ 5 տականի այսպիսի մարգարեությունները, որոնք վերաբերում են կոնկրետ Մեսիայի, որ Մեսիան պիտի ծնվի կույսից։ Եսայա մարգարեություն 7:14։ Ահա կույսը կհղանա եւ որդի կծնի եւ նրա անունը Էմանուել կկոչվի, որ նշանակում է Աստված մեզ հետ։ Ճիշտ նույնը ինչ որ գրված է Մատթեոս ավետարան առաջի գլխում։ Երկրորդը շեշտվում է, որ նրա ծննդավայրը կլինի Բեթլեհեմում։ Սրա մասին գրված է Միքիա մարգարեության մեջ 5-րդ գլուխ 2-րդ խոսքը։ Բեթլեհեմ Եփրաթա, քեզանից իշխանը դուրս կգա, որի ելքը հին ժամանակներից է։ Այսինքն խոսքը արդեն ցույց է տալիս անցյալի խորքերից արդեն խոսվել է Տեր Հիսուսի կոնկրետ ծննդավայրի մասին, Բեթլեհեմը։ Երրորդը Մեսիան պիտի լինի կամ պիտի աշխարհ գա Դավթի սերունդից, Դավթի արմատից։ Սրա մասին գրված է Երեմիա մարգարեության մեջ եւ նաեւ Եսայի մարգարեության մեջ կա, բայց Երեմիայի խոսքը կարդան 23:5։ Ահա օրոր են գալիս, ասում է Տերը, որ Դավթի համար վեր կկացնեմ արդարության շարավիղ եւ իբր թագավոր կթագավորի եւ իմաստությամբ կվարվի եւ իրավունք եւ արդարություն կգործի երկրի վրա։ Ահա տեսնում ենք ինչքան ստույգ, ճշգրիտ խոսքեր են, որ գրվել են մարգարեների միջոցով։ Մեկ ուրիշ բան եթե նայենք, Աստծո խոսքը մեզ հիշեցնում է Եսայի մարգարեության մեջ 9-րդ գլուխ 1-2 համարներն ասում է, որ նրա գալուստի ժամանակ մեծ լույս պետք է լինի, մեծ լույս։
եւ շեշտում է որտեղ եւ ինչի համար։ Քիչ հետո ավելի կպարզաբանվի։ 9-րդ գլուխ 1-2 համարները։ Առաջին ժամանակը անարգեց Զաբուղոնի երկիրը եւ Նեփթաղիմի երկիրը, բայց վերջում հարգելու է ծովի ճանապարհը Հորդանանի մյուս կողմի հեթանոսների Գալիլեան։ Խավարում նստող ժողովուրդը մեծ լույս տեսավ, մահվան ստվերի երկրում բնակվողների վրա լույս ծագեց։ Տեր Հիսուսը եկել է, որպեսզի իր ներկայությամբ լուսավորություն բերի, պարզաբանում բերի, հասկացողություն, գիտակցություն բերի, ճանաչողություն բերի, հարաբերություն բերի, սրան մենք ասում ենք լույս։ Եթե մի ժամանակ մարդիկ ասում են, դե Աստծուն ենք պաշտում, ոչ տեսել են, ոչ լսել են, ոչ հաղորդակցություն, ոչ մի բան չի եղել, ոչ մի բան, ուղղակի զոհ, հետ են դարը գնացել են իրաց մեղավոր կյանքին։ Չեն ճանաչել ով է այդ Աստվածը։ Դրա համար երբ որ Տեր Հիսուսը եկավ եւ առաջի իր խոսքերից աղոթքը սովորացրեց, հայր մեր, բոլորը գայթակղվեցին, ոնց Աստծուն հայր ես ասում, անգամ այդ առաջի խոսքը տարան եւ հասցրեցին մինչեւ դատաստանի օրը։ Առաջի խոսքը, որ Տեր Հիսուս սովորեցնում էր, դա իր համար սարքեցին դատապարտություն, մինչեւ իր խաչելության օրը հասցրին։ Պատկերացրեք, մարդիկ այդքան պահել են մեջներ այդ խոսքը, այնքան վիրավորական էր, Աստծուն հայր ասում։ Այո, Աստծուն հայր ասում, որտեվ նա եկել է, որ լույս սփռի, որ մենք իմանանք ով է Աստված մեզ համար։ Ամեն։ Ուրեմն սիրելիներ, մեկ ուրիշ բան որ պետք է ասեմ։ Սա հիշատակություն է Դանիել մարգարեության 9-րդ գլխի, որ թույլ տվեք չկարդամ։ Պարզապես դուք կարող եք գնալ եւ կարդալ։ Հիշատակության մեջ այսպես է ասում, որ Տեր Հիսուսը պետք է գա մինչև երկրորդ տաճարի քանդվելը։ Դուք լավ գիտեք, որ երկրորդ տաճարը քանդվեց 70-ական թվականներին Քրիստոսից հետո։ Բայց Տեր Հիսուսը եկավ մինչև այդ։ Եվ խառնաշփոթը, որ պիտի տեղի ուներ մինչև տաճարի քանդվելը, Հիսուսը պետք է ճիշտ այդ ժամանակամիջոցում գար երկիր։ Ուրեմն հիշեք, Տեր Հիսուսը գալիս է ամենաշփոթված ժամանակ, գալիս ամենախառը ժամանակ, նա գալիս է ամենախավար ժամանակ, որպեսզի մեզ լուսավորի։ Ամեն։ Հիմա մի քանի բաներ պիտի ասեմ ձեզ, որը ձեզ շատ կարևոր պետք է լինի։ Պատկերացրեք, որ այս մարգարեությունները կոնկրետ Հիսուսի ծննդյան հետ կապված մարգարեությունները գրվել են Հիսուսից առաջ 700-ից մինչև 500-ական թվականները։ Պատկերացնում եք։ Այս բոլոր խոսքերը մարգարեները խոսել են Հիսուսից մոտավորապես 700 մինչև 500-ական թվականները։ Հիմա ինչու պետք է Հիսուսը ծնվեր Բեթլեհեմի մեջ։ Ինչու։ Սա միգուցե կապ ունի այսօր հոգևոր իմաստով մեզ հետ։ Որովհետև Հիսուսի ժամանակներում Բեթլեհեմը շատ փոքր գյուղ էր, անճանաչ։ Ուրիշ բան է, երբ որ Հիսուսը իջներ միանգամից պալատի մեջ, տաճարի մեջ իջներ, բոլորը կասեին, տեսակ, ինքը առանձնացրեց, էլի իջանելի հարուստն իրար գտան։ Բայց Հիսուսն եկավ աննշան մի տեղ, որտեղ ոչ մեկ բանի տեղ, Բեթլեհեմը ինչով էր տարբերվում, ոչ մի բան, ոչ մի իրադարձություն չկար Բեթլեհեմի համար։ Կար մենակ մի հատ մարգարեություն, որ այդ Բեթլեհեմում պետքա ծնվի Մեսիան։ Ուրեմն սիրելիներ, սա շատ կարևոր է, որ Միքիայի մարգարեությունը այս կերպով իրականացավ բառացիորեն, որ Աստված գալիս է աննշան մարդկանց կյանքի մեջ։ Նրանք, ովքեր իրանց ոչ մի բան են կարծում։ Աստծո խոսքն ասում է, այս աշխարհի մարդիկ իրանք իմաստուն են կարծում, բայց Աստված հիմարեցնում է այդ իմաստուններին, որոնք իրենց իմաստուն են կարծում։ Իմաստուներն ասում են, դե հիմա բացատրեք, թե այս ինչ եղավ, ոնց եղավ։ Գիտես, հավատքի հարցը բացատրություններ երբեմն չի ունենում։ Դա հենված է լոկ հավատքի վրա։ Եվ եթե դու մտածես այսօր ինչպես ձևավորվեց քո մարմինը, ոնց եկավ իրար գտավ, ոնց ինքը առաջացավ մամայի որովայնի մեջ, ոնց դու ձևավորվեցիր, ոնց այդ միթիկա ինչ որ բանը դարձավ ինչ որ մարդ։ Չես կարող, ոչ մի գիտնական չի կարող։ Մինչև հիմա անհնար է հասկանալ մարդու DNA-ի ձևավորումը ինչպես է տեղի ունենում, ովքեր են եղել նրա նախահայրերը, ինչպես է դա փոխանցվում։ Երբեք կյանքում մեկը մյուսին չի տեսել, բայց հանկարծ հայտնաբերվում է, որ այս մարդը ինչ որ թագավորական ցեղի արուն ունի իր մեջ։ Գնանք առաջ։ Դավթի տոհմը։ Ինչու պետք է Դավթի տոհմը լիներ։ Գիտեք, որ Մարիամի եւ Հովսեփի տոհմագրությունները երկու ավետարանների մեջ գրված են, թե Մատթեոսի եւ թե Ղուկասի ավետարաններում։ Եվ երկուսը տարբեր տեղերից են սկսում։ Բայց հետաքրքիրը գիտեք որն է, որ նրանք գալիս են, նրանց հատման կետը Դավիթ թագավորն է։ Եվ նրանից Դավիթ թագավորից հետո արդեն սերունդը գալիս է նույն ձևով եւ գալիս է Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը։
Շատ հետաքրքիր է, որ մենք նկատում ենք սա, որ երբեմն թագավորական եւ քահանայական սերունդները տարբեր սերունդներ լինելով հանկարծ գալիս են եւ ինչ որ պատմության մի անկյունում խաչվում են իրար հետ։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը եւ որպես թագավորական եւ որպես քահանայական առաջնորդը հայտնվում է հենց Դավթի սերունդից։ Եվ ի՞նչ է տեղի ունենում։ Այստեղ հաստատվում է Մեսիայի մարգարեությունը, Մեսիայի մասին մարգարեությունը, որ նա Դավթի որդի պետք է լինի։ Հաջորդը խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ։ Սա Գալիլեայի մի իրավիճակն է։ Ես թույլ տվեք ձեզ ես ասացի, որ շատ եմ սիրում պատմություն։ Սիրում եք ձեզ, հետաքրքիր է թե չէ։ Ինչի համար խավարի մեջ նստած ժողովուրդ։ Գիտեք, որ Գալիլեայում տարբեր ազգությունների ապրող մարդիկ կային, որոնք ճնշված էին հրեաներից։ Հենց հրեաներից։ Եվ իրանք նեղվում էին ամեն անգամ, քանի որ բոլոր իշխանությունը, զորությունը, ազդեցությունը, ճնշումները, չգիտեմ, ամեն ինչը հրեաները կիրառում են կամ բանեցնում էին այս խեղճ մարդկանց վրա։ Եվ նրանց համարում են, որ սրանք ապրում են խավարի մեջ։ Այս մարդիկ, ովքեր որ ապրում էին այդ ժամանակաշրջանում, նրանք համարվում են, որ ապրում են խավարի մեջ, այսինքն Գալիլեայի տարածքը բոլորը գիտեն, որ ասում են թե խավար տեղ է, դե մի գնացեք, որտեղ այդտեղ հրեաները ճնշում են բոլորին։ Եվ Աստված գալիս է հենց այն տեղը, իր որդին ուղարկում է հենց այն ճնշվածությունների մեջ, ինչով որ այսօր ես ու դու կարող ենք ճնշված լինել։ Ինչից ես ազդված, ինչից ես ճնշված, հիշիր, Աստված իր որդին ուղարկել է քո կյանքի մեջ, հենց այդ ճնշվածություններից մեջ տեղը, որ նա գա եւ կարողանա քո կյանքի մեջ փոփոխություն բերի։ Ամեն։ Մեկ ուրիշ բան, հռոմեական տիրապետության մեջ, հռոմեական այդ խառնաշփոթության այդ իրավիճակի մեջ պիտի ծնվեր հենց Մեսիան։ Դանիելի մարգարեությունների մեջ ես քիչ առաջ ասեցի, որ երբ որ նա խոսում է, մինչև տաճարի քանդվելը պետք է Տերը լիներ։ Եվ սա պատմական իրադարձությունն է։ Նախքան այդ եղավ, այո, դրանից հետո տաճարը քանդվեց, գիտեք ինչի, որտեվ Հերովդեսի ժամանակ, քիչ հետո կանցնեմ, Հերովդեսը վերանորոգեց տաճարը։ Եվ բացի հրեական աստվածպաշտությունը, այնտեղ մցրեց նաև կռապաշտություն։ Եվ այդ կռապաշտությունը բավական մեծ հարված էր հրեական հավատամքին։ Արդեն խառնվել էր իրար, էլ չէին իմանում ով է, ով ոնց է, ինչ է, ինչ պիտի պաշտի, ում պիտի պաշտի։ Հիմա սիրելներ, եկեք մի փոքր ակնարկ անենք եւ վերադառնանք Սուրբ Գրքի այն կարևոր մասին, որը Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է որպես Հերովդեսի պատմություն Տեր Հիսուսի նկատմամբ։ Սա շատ հետաքրքիր եւ կարևոր է։ Խնդրում եմ չափազանց ուշադիր եղի։ Համաձայն եք ինձ հետ։ Մատթեոս ավետարանում շարունակության մեջ այսպես է գրված, երկրորդ գլուխ 1-6 համարները։ Եվ երբ որ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմում, Հերովդես թագավորի օրերում, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ եւ ասեցին. որտեղ է հրեաների ծնված թագավորը, որովհետեւ մենք տեսանք նրա աստղը արևելքում։ Ներողություն։ Եվ եկանք նրան երկրպագելու։ Եվ երբ որ Հերովդես թագավորը լսեց, շփոթվեց, եւ բոլոր Երուսաղեմը նրա հետ։ Եվ նա բոլոր քահանապետերին եւ ժողովրդի դպիրներին հավաքելով նրանցից հարցրեց, թե որտեղ պիտի ծնվի Քրիստոսը։ Եվ նրանք ասեցին նրան. Հրեաստանի Բեթլեհեմում, որովհետև այդպես է գրված մարգարեի ձեռքով, եւ դու ով Բեթլեհեմ, Հուդայի երկիր, բնավ փոքրագույն չես Հուդայի իշխանների մեջ, որովհետև քեզանից իշխան պիտի դուրս գա, որ իմ Իսրայել ժողովրդին հովվի։ Ահա Հերովդեսը իմանում է, որ ինչ որ մի թագավոր է ծնվել։ Ես ուզում եմ, որ ես վստահ եմ, որ հիմա երբ որ խոսեմ Հերովդեսի մասին, դուք բոլորդ հայտնություն եք առնելու, բայց ես վերջում կասեմ ամբողջ ինչի մասին, որ պիտի խոսեմ։ Հիշեք, որ մեր խոսքի բնաբանը սա է, որ Աստված մեզ հետ լինի։ Բայց գիտեք, երբ որ Աստված ուզում է մեզ հետ լինի, անպայման մեր կողքը հայտնվում են Հերովդեսներ։ Ովքեր են նրանք։ Կամ ով է նա։ Մի փոքր հետո ավելի պարզ կլինի։ Դուք պատկերացրեք Հերովդեսը, որ թագավորն էր, իմացավ, որ մոգերն եկել էին, շփոթված եկան, մտել էին եւ ասում են որտեղ պիտի ծնվի։ Այս մոգերը գիտեն, թե իրանք որ հավատացել են, ուրեմն բոլորն էլ են հավատացել։ Այդ օրը որ դուք ապաշխարեցիք, մտածում եք ամբողջ աշխարհը փոխվել է։ Մենք այտենց էինք նայում։ Ես երբ որ 5 ժամ ծնկերիս վրա, երեսի վրա աղոթքից հետո վեր կացա, մտածեցի, այ մարդ, այս ինչ սուրբ բան ստացվեց։ Բոլորը սուրբ են։ Գնում էի ուրախ, զվարց, նայում էի դեմքներին մեկը տեսնում է այնտեղից հայկական, պապենական
մունաթը։ Գիժա, այս ինչ ձև, այս ինչ է, քեզ ինչ եղավ։ Ես մտածում եմ թե աշխարհն է փոխվել, չէ, այս աշխարհս էր փոխվել։ Ես մտածում եմ իրանք չէին։ Հերովդեսը գրկաբաց չընդունեց այս մարդկանց խոսքերը, որովհետև Հերովդեսը պատահական մեկը չէր։ Գիտեք, շատերին թվում է, թե երբ որ ասում ենք Երուսաղեմ, Հրեաստան, հրյաներ, հրյա կամ որևէ հոգևոր բառեր ենք օգտագործում հրեական տերմինոլոգիայից, ձեզ թվում է, թե հրեական լեզուն աստվածային լեզուն է, ոչ։ Հրեական լեզուն երկնային լեզու չի։ Վերջերս Հայաստանում մեր վարչապետը գիտեք ինչ ասեց, հետաքրքիր բաներ ասաց, շատ հետաքրքիր էր ինձ համար լսելը։ Ասեց մենք կարող է շատ լավ եբրայերեն իմանանք, բայց դա Աստծո լեզուն չի։ Մենք կարող է շատ լավ հրեական լեզուն իմանանք, դա էլ Աստծո լեզուն չի։ Մենք կարող է արտակարգ արամերենը իմանանք, դա էլ Աստծո լեզուն չի։ Աստծո լեզուն սիրո լեզուն է։ Աստծո լեզուն կարեկցանքի, որևէ մեկին նեցուկ լինելու, օգտակար լինելու, փրկության, ուրախություն պատճառելու լեզուն է։ Եվ մենք այդ լեզուն պիտի իսկապես լավ սովորենք։ Հիմա եկեք հետ դառնանք Հերովդեսին։ Ով էր Հերովդեսը։ Հերովդեսի կեսը, իր անձը, իր սերունդների կեսը հրյա էր, կեսը եդոմացի։ Այսինքն խառնուրդ։ Ոչ գիտես հավատացյալ, ոչ գիտես չի։ Պաղեստինում տեղի ունեցող բոլոր պատերազմները, ներքին պատերազմներ եւ քաղաքացիական պատերազմների մեջ ինքը բավական լուրջ աչքին գնող մեկն էր, ինքը շատ լավ բաներ է արել։ Իմանես չի, որ էսի վատ բաներ էր արել, մենակ վատերը ասենք։ Լավերն էլ պետք է ասենք, բայց այդ լավերի հետևում կան որոշ բաներ, որոնք որ ցույց է տրվում, թե լավ է, բայց իրականում գործերը շատ ավելի վատ են։ Պաղեստինում տեղի ունեցող բոլոր պատերազմների ժամանակ օգնեց հռոմեացիներին եւ իրան վստահում են։ Հռոմեացիները շատ են վստահում։ Հիսուսից առաջ 47 թվականին ինքը նշանակվեց նահանգապետ։ Մեր թվարկությունից առաջ 40 թվականին ստացավ թագավորի տիտղոսը եւ թագավորեց մինչեւ մեր թվարկության, այսինքն արդեն 4-րդ թվականը, 4 թիվ։ Երկար ժամանակ գահակալեց արժանանալով Հերովդես մեծ տիտղոսին, շատ առումներով իսկապես ինքը արժանի ա եղել դրան, որպես լավ կառավարիչ։ Միայն ինքը կարողացավ խաղաղություն ու կարգուկանոն հաստատել Պաղեստինում։ Հերովդեսը ձեռնարկեց խոշոր շինարարական նախագծեր, ըստ էության նա վերակառուցեց Երուսաղեմի տաճարը։ Նա կարող էր նաև առատաձեռն լինել, անգամ դժվար ժամանակներում, երբ որ պատերազմներից հետո բավական մեծ սով ու խնդիրներ առաջ գալիս, ինքը հալեցնում եւ վաճառում էր ոսկեղեն անոթները եւ այդ գումարով բաներ էր առնում եւ բաժանում էր ժողովրդին։ Կարելի ասել արտակարգ հումանիստ, չէ՞, մարդասիրական մոտեցում։ Լսում եք, չէ՞ ինձ։ Բայց Հերովդեսի դեմքը մենակ սա չէր։ Կարող է լավ գործեր արվի, բայց լավ գործերի հետևում հիշեք, կարող է սատանան հենց այդտեղ է թաքնված։ Լավ գործ անում, լավ բան անում էս մարդը։ Էս մարդը ոչ մեկի հավին քշա չի ասում, սես չանում, ես չան, բայց այդ մարդու ներսում ուրիշ բան է ապրում։ Ինչի է դա անում ինքը։ Եկեք մի քանի բան ասեմ, որ Հերովդեսի մասին ձեր պատկերացումները ինչ որ չափ ամբողջանան։ Ուրեմն Հերովդեսը խելագար կասկածամիտ էր։ Ահա որ եթե նա որևէ մեկին հանկարծ մրցակից համարեր, ուրեմն անպայման պետք է իրան սպաներ։ Կամ ինքը կամ մարդ պետք է ուղարկեր, որ նրան սպանեին։ Պատկերացրեք, որ նա անգամ իր թագավորության մեջ ինչ արեց։ Սպանեց իր կնոջը։ Իր կնոջ անունը Մարիանե էր։ Հետաքրքիր անուն է, Մարիանե։ Սիրուն անուն է, չէ՞։ Սպանում է Մարիամնեին, հետո սպանում է Զոքանջին։ Վրազ մտածում են Զոքանջին երևի առաջինը սպանել ավելի լավ։ Չէ, այդտեղ մի գնացեք, որ Զոքանջին սպաներ, երևի կնոջը չսպաներ։ Հետո ինչ արեց։ Այդ Զոքանջի անունը Ալեքսանդրիա էր։ Հետո դավաճանաբար սպանեց իր ավակ որդուն, որտեղ մրցակից էր տեսնում։ Մտածում է իր տեղ ինքը կնստի։ Դրանից հետո ավակ որդու անունը Անտիպատրոս էր։ Եվ դրանից հետո սպանեց իր ուրիշ երկու որդիներին, Ալեքսանդրին եւ Արիստոբոլուսին։ Ահա ինչպիսին է Հերովդեսը։ Եթե իրաններին ինքը սպանում է,
որքան կնախանձի ուրիշները, եթե ուզենան իր տեղը նստեն։ Հռոմեական կայսր Օգոստոս կայսրը, որ գիտենք մենք Սուրբ գրքի մեջ, չէ՞, գիտեք Օգոստոս կայսրը ինչ էր ասում իր մասին։ Ասում էր ավելի լավ է լինել ավելի ապահով, անվտանգ է լինել Հերովդեսի խոզը, քան նրա տղան։ Այսինքն խոզը ինչ որ ժամանակ կապրեր, բայց տղան երբեք չգիտես ինչ կարող լիներ։ Իր բնույթը վայրենի, դաժան, այլասերված, եւ սա շատ զարմանալի ձևով անգամ մինչեւ իր մահվան ժամանակն է գրում։ Գիտեք ինչ արեց ինքը։ Ինքը շատ լավ գիտեր, որ չհարգված եւ չսիրված մարդ է։ Բացարձակ։ Գիտեր, որ երբ որ մեռնի, ոչ մեկ չի լացելու իր վրա։ Ուրեմն ինքը հրաման տվեց, որ բոլոր մտավորականների մի մեծ խումբ հավաքեն, որոնցից կախված էր կայսրությունը, այդ բոլոր մտավորականներին տարավ բանտը մցրեց եւ այսպեսի մի բան ասեց. իմ մահվան օրը իրանց էլ կսպանեք իմ հետ։ Ինչի, որովհետև գիտեր, որ իր վրա ոչ մեկ չի լացելու, բայց գոնե այդ միջոցով իր մահվան օրը արցունքներ հոսել մարդկանց աչքերից։ Հասկանում եք ինչ դաժանությունը։ Այդ կարգի մարդը կարող է սրբություն չունենա։ Լսեք ուշադիր։ Սա պատահական բաներ չէ, որ կարդում եմ։ Ես ուզեցի շեշտադրեմ այս մասը։ Հիմա կարող ասենք Աստված մեզ հետ է ուր, գիտեք, Աստված մեզ հետ կլինի, բայց հիշեք, որ երբ որ Աստված ուզում է մեզ հետ լինի, մի հատ Հերովդես, որը հասկանալի ձևով ընկնում է մեր հետևից, որպեսզի մեր մեջ սպանի Աստված մեզ հետին։ Հիմա իմացաք ինչի մասին էր, ինչի է ես դա ասում։ Գիտեք, սատանան սրբություն չունի։ Հաստատ իմացեք։ Նրա համար արժեքներ գոյություն չունեն։ Մարդիկ իրանց կյանքն ու հոգին ծախում են սատանային այս երկրի վրա, որքան դերասաններ, երգիչներ, որքան շոու բիզնեսի մարդիկ, իրանք իրենց ընծայել են սատանային, ռիտուալ են արել, ինչ որ մի իրադարձություն է տեղի ունեցել, իրանք ուղղակի եւ բառացիորեն իրանց հանձնել են սատանային, սատանան չի ասում, վայ ցավը տանեմ, արի քեզ պաչեմ դնեմ գլխից։ Գիտեք ինչ է ասում։ Արի հետս դժոխք։ Գիտեք ինչի, որտեվ նա սրբություն չունի, որովհետև նա ընկած հրեշտակա, նա գիտի ինչ է նշանակում, երբ որ Աստված մեկի հետ է լինում։ Գիտեք, Աստված երբ որ մեր հետ է լինում, մեզ պատիվ է տալիս։ Ամեն։ Ինչ որ մեկին նայիր, ասա Աստված թող պատվի քեզ, արժանի ձևով թող պատիվ տա քեզ Աստված։ Եվ դու արժանանաս այդ լավ պատվին, թող Աստված օրհնի քեզ։ Թող Տերը քեզ հետ լինի։ Բարձր ասեք, ես էլ լսեմ, իմանամ, որ ասեցիք ինքը ինչ զգաց։ Մատթեոս ավետարանում շարունակության մեջ երկրորդ գլխի 7-8 համարների մեջ այսպես է ասում. Այն ժամանակ Հերովդեսը մոգերին թաքուն կանչեց, նրանց ստուգեց այն աստղի ժամանակը, երևացող աստղի ժամանակը եւ նրանց Բեթլեհեմ ուղարկեց ասելով. գնացեք, ստույգը իմացեք այդ երեխայի համար եւ երբ որ գտնեք, ինձ էլ իմացրեք, որ ես էլ գամ, ինչ անեմ, երկրպագեմ։ Դուք լուրջ հավատում եք, որ ինքը պիտի գար երկրպագեր։ Հիշեք, սատանայի երկրպագությունը մարդկանց հոգիներ կործանելն է։ Սատանայի երկրպագությունը մարդկանց կյանքերը սպանելն է։ Սատանայի երկրպագությունը, հիշեք, սատանան երբ որ գալիս է մեկի կյանքի մեջ, ինքը չի գալիս ուղղակի խելոք մի հատ sense փիսիկ նստի մի կողմ, նա գալիս է ավիրելու։ Սուրբ Գիրքն ասում է գողը ուրիշ բանի համար չի գալիս, այլ միայն գողանալու, փչացնելու եւ թալանելու համար։ Ուրիշ բան չգիտի ինքը։ Ինքը երբեք չի գալի կառուցի, նա գալիս է եղածը քանդի։ Նա գալիս է ամուսնական հարաբերություններ քանդի։ Նա գալիս է կնոջ ամուսնու մեջ եղած սրբությունները վերցնի եւ քանդի։ Նա գալիս է ծնող երեխա հարաբերություն քանդի։ Նա գալիս է ամեն ինչ որ դու ունես, որը դու քո համար սրբություններ ես սարքել, նա գալիս է դրանք քանդելու։ Աստված ուզում է մեզ հետ լինի, որպեսզի դրանք կառուցվեն, բայց սատանան չի հանդուրժում դա։ Ուզում է, որ Աստված մեր հետ չլինի։ Սիրելիներ, եթե երկու հոգու մեջտեղը սատանան ինչ որ բան է սարքել, ես ու դու պատասխանատու ենք, որ դա հեռացնենք։ Ինչու՞, որովհետև եթե մենք թույլ ենք տալիս, որ ինչ որ բան մտնում է այդ արանքը, ուրեմն նշանակում է սատանան արդեն մտել է քանդելու։ Եվ եթե մենք իրան դուրս չհանենք, ինքն է մեզ դուրս հանելու Աստծո արքայությունից։ Դրա համար որքան կարևոր է զգույշ մնալ։ Շատ հասկանալի է, թե ինչպես պետք է արձագանքեր Հերովդեսը։ Քահանապետներին ու դպիրներին կանչեց, ասեց մի հատ կոնկրետ ստուգեք, որտեղ է, ինչ է, ոնց պիտի լինի, ինչ պիտի լինի, իմացան։
ասեցին մարգարեությունները այսպես ասում, եւ գրքի միջի Միքայի մարգարեության 5:2-ը մեջ վերում արեցին, ասին հենց էսա, ուրեմն սենց էլ պիտի լինի։ Հերովդեսը նստած սպասում էր, երբ պիտի մանուկի մասին լուրը հասնի իրան, որ այսիշ տեղն է։ Ես կարող եմ ենթադրել, գրված չի, բայց կարող եմ ենթադրել, որ նա արդեն հրահանգել էր որոշ զորքերի, պատրաստ եղեք, տեղ եմ ասելու, գնաք, հասցե եմ ասելու, շուտ հասեք այնտեղ։ Մատթեոս ավետարան 2-րդ գլուխ 16 համարը կարդում եմ։ Այն ժամանակ Հերովդեսը տեսնելով, թե խաբվեց մոգերից, որտեղ մոգերը հայտնություն առան եւ գնացին ուրիշ ճանապարհով, շատ բարկացավ եւ ուղարկեց կոտորեց այն բոլոր երեխաներին, որ Բեթղեհեմում էր, նրա 4 կողմում էին 2 տարեկաններից եւ նրանցից ցածրերին այն ժամանակին նայելով, որ ստուգեց մոգերից։ Պատկերացրեք 2 տարի մոտավորապես սпасելա, որ մոգերը հետ են գալու։ Մոգերը չեկան, որտեվ Աստված իրանց ասեց, որ մի գնացեք այտենց, ուրիշ կողմով գնացեք ձեր երկիր։ Հերովդեսը 2 տարիա չի մոռացել մեկին, ով պետքա վաղը մյուս օր նստի իր գահին, սպանել։ Սատանան երբեք չի մոռանում մեր լավ վիճակները։ Նա շատ լավ գիտի, երբ որ դու աղոթում ես, ամեն ինչ անի, որ չաղոթես։ Երբ որ հավատում ես, ամեն ինչ անի, որ չհավատաս։ Երբ որ ընծայվում ես, ամեն ինչ անի, որ չընծայվես։ Երբ որ ինչ-որ բան անում ես Աստծո թագավորության համար, ամեն ինչ անի, համոզի, կռիվ, պատերազմ սարքի, որ դու դա չանես Աստծո թագավորության համար։ Հասկանում եք, չէ՞ ինչի մասին է խոսքը։ Հիմա Հերովդեսը մարդ ուղարկեց եւ այն զորաբանակը, որին որ ինքը արդեն նախորոք ասել էր, քանի որ ինքը խոստացել էր, որ կերկրպագի, իր երկրպագությունը սպանությունն է։ Եվ հիշեք, սատանայի երկրպագությունը սպանությունն է միայն։ Գնաց այդ փոքրիկ, անպաշտպան, անմեղ երեխաներին սպանեց։ Այսօր սատանան նույնն է անում։ Ուզում է, գիտեք, իր նպատակը այն երեխաները չեն, իր նպատակը Հիսուսն էր։ Թույլ տվեք մի փոքր ձեզ այստեղ մի փակագից բացեմ։ Երբ որ մենք ապաշխարում ենք, կարծես Հիսուսը փոքր է ալնում մեր մեջ։ Կներեք, այդպիսի բան չկա բանով, որ ասեմ Հիսուսը փոքր է, մանուկ է, չէ, բայց մենք փոքր գիտելիք ենք ունենում իր մասին։ Փոքր տեղեկություն ենք ունենում, փոքր հավատք ենք ունենում իր մասին։ Ճիշտ եմ թե չէ։ Դուք բոլոր երբ որ ապաշխարեցիք, միանգամից սարի շուռ տվող հավատ չունեիք։ Հիսուսի բոլոր խորը խորհուրդները չէիք հասկանում։ Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ, բեռնավորվածներ, ես ձեզ կհանգստացնեմ։ Այդ գիտենք, ճիշտ է թե չէ։ Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց։ Ճիշտ եմ ասում։ Բոլորը սիրելի համարներն ա եղել սա։ Բայց երբ որ Տերը արդեն ինչ որ խորը ուսուցումներ տար, ինչ որ բաներ ասել, չգիտենք։ Սատանայի նպատակն է, որ քո միջի փոքրիկ Հիսուսին սպանի։ Փոքրիկ կայծը, փոքրիկ հավատքը սպանի, քո ձեռքից առնի, որովհետև գիտի, որ Հիսուսը քո մեջ մեծացավ, որ դու սկսեցիր ավելի մեծ հավատք ունենալ Հիսուսի վրա, դու իր թագավորության համար վտանգավոր մարդ ես դառնում։ Դու արդեն իշխանություն եւ զորություն ես ունենում Տիրոջ անունով, որ սատանայի գործերը քանդես, հանդիմանես, սաստես, չեղարկես, որտեվ հավատացյալներին, Աստծո հավատացողների համար Աստծո խոսքը ասում է, որ այդ զորությունը ունեն հավատացողները։ Բարձր ասեք ամեն։ Դու ունես այդ զորությունը։ Աստված քեզ տվել է այդ զորությունը քանդել սատանայի բոլոր գործերը, նրա թագավորությունները, նրա բոլոր կրակոտ նետերը մարես Տիրոջ անունով։ Դրա համար ինքը կանի ամեն ինչ։ Ակամայից տեսնում ենք 3 վերաբերմունք Տեր Հիսուսի նկատմամբ եւ սրանով պիտի վերջացնեմ։ Առաջինը, տեսնում ենք, որ Հիսուսի ծնվելուց Հերովդեսի վերաբերմունքը ինչպիսին էր՝ ատելություն եւ թշնամանք։ Տեր Հիսուսի աշխարհ գալով բոլորը չէ որ ուրախ էին։ Բոլորը չէ որ ուրախ էին։ Երբեմն տեղ եղավ անգամ այդ պահը եղավ, որ ընտանիքը ասին էս Հիսուսը գժվել է, այսի առավոտից քիշեր հելը խոսում է սրա մասին, խոսում, ինչ է խոսում, ոչ մեկ չի հասկանում։ Գնացին, որ ասին, դրանք մեր գժին բերենք տուն, անգամ այդպես է գրված։ Մտածեցին խենթացել է։ Հերովդեսը գիտեր եւ վախենում էր, որ այդ մանուկը մի օր կնստի իր գահին եւ դրանում ամեն ինչ արեց, որպեսզի այդ մանկանը ոչնչացներ։ Սա բուն սատանայի խորհուրդն է, բայց ինչի համար եկավ Տեր Հիսուսը։
Եկեք մի հրաշալի համար ձեզ նվիրեմ։ Առաջի Հովհաննես 3-րդ գլուխ 8-րդ համար։ Եվ նա, որ մեղք է անում, սատանայից է, որովհետև սատանան հենց սկզբից մեղք է գործում։ Նրա համար էլ հայտնվեց Աստծո որդին, որ սատանայի գործերը քանդի։ Ահա թե ինչի համար եկավ Աստծո որդին։ Ահա թե ինչի համար լույսը եկավ խավարի մեջ։ Ահա թե ինչի համար մարգարեությունները կատարվեցին, որ Տերը գա եւ մեզ, որ խավարի մեջ նստած էինք, լույս բերի եւ մեզ փրկություն բերի։ Ամեն։ Նույնիսկ այսօր էլ շատ մարդիկ կան, որոնք որ պատրաստ են սատանայից դրդված մեր միջի Հիսուսին սպանեն։ Որոշ մարդիկ կան, որոնք որ հանդիմանվում են իրանց սխալների համար, ամեն ինչ կանեն, որ այդ ձենը կտրվեր իրանց միջից։ Ես մարդ եմ ճանաչում, ես մարդիկ եմ ճանաչում։ Գիտեք ինչ են անում։ Ասում են, ես լսում եմ, որ Աստված ինձ հանդիմանում է, բայց չեմ սիրում, որ ինձ հանդիմանում է։ Լսում են, մի բան ուզում են անեն, Աստված ասում է, «Էսի մի արա, սենց արա»։ Ներսում պատերազմ է այդում, ասում է, ես գիտեմ, որ պետք է անեմ, դա լավ կլինի ինձ համար, ներսի հանդիմանություն, ասում է, չանես այդ բանը։ Եվ մարդիկ այսօր ամեն ինչ կանեն, որ կարողանան այդ ձայնը լռեցնեին։ Բայց եթե շարունակեն այդպես, մի օր ձայնը ինքը իրան կլռի։ Երկրորդ, քահանապետների եւ դպիրների վերաբերմունքը։ Լիակատար անտարբերություն։ Այսօր մարդիկ Տեր Հիսուսի ծնունդը կարող են տոնել մեջ շուքով, ել ինչ խոզեր դնեն սեղանին, ամեն մի հյուրի առաջ մի հատ գոջի դնեն, ել չգիտեմ ինչեր անեն, դայնազորներ, դինոզավրներ բերեն զոհեն դնեն սեղաններին, կոկորդիլոս, ամեն ինչ պատրաստ են անեն, մենակ Հիսուսը չգա իրանց սեղաններին։ Անտարբեր։ Տոնը վերջանում է նույն մարդն են, այսինքն տոնի ժամանակ էլ ինչ որ բան չփոխվեց։ Այսօր շատ շատերը անտարբեր են։ Գիտեք ինչն է զարմանալին, որ քահանաների միջոցով պետքա, երբ այդ Աստծո որդու հայտնությունները լինեին, ըստ, այսպես ասած, տրամաբանության, որտեղ նրանք հոգևոր գործիչներ էին համարվում։ Ճիշտ է։ Բայց Աստված չխոսեց քահանաների միջոցով։ Նրանց չհայտնեց, որտեղ պետք է ծնվի, նրանք չտեսան Աստղը, նրանք չունեցան հայտնությունը, ժամանակը չհասկացան, անտարբերություն։ Եվ տեսնում ենք, որ այդ մի մասն էլ, այդ մի տեսակն էլ կար Հիսուսի վերաբերմունքի, Հիսուսի ծննդյան վերաբերմունքը, անտարբեր էին։ Սիրելի քույրս, եղբայրս, երբեք անտարբեր չլինես Տեր Հիսուսի նկատմամբ, ինչ որ վերաբերվում է Տիրոջը, անտարբեր չլինես, ամեն։ Եվ երրորդը, տեսնում ենք, որ իմաստուն մոգեր եկան արևելքից 3 թագավորներ, 3 իմաստուն մարդիկ, որոնք որ, ինչ ասենք, բանուգործ չունեին իրանց թագավորությունների մեջ, պարապ մարդիկ էին, չէ։ Ուզում եմ այստեղ մի փոքր ասել եւ սրանով վերջացնել։ Ես լավ եմ հասկանում, որ մեզանից յուրաքանչյուրը զբաղված է, տարբեր աշխատանք ունենք։ Լավ եմ հասկանում, որ կան բիզնեսներ, լավ եմ հասկանում, որ կան գործեր, զբաղմունքներ, ամեն ինչ կա, երբեմն կա հոգնածություններ, երբեմն կա անտրամադիր վիճակներ, բայց ուզում եմ քեզ քաջալերեմ։ Դու ես 3-ից մեկը պետքա լինես, կամ պետքա ամեն ինչ անես, որ այդ ձայնը լռեցնես քո մեջ, ներսումդ հանդիմանությունը, խճմտանք առաջանում, բա Աստծո որդիները հավաքվել են, բա դու ինչի չես այդում եկեղեցի։ Բա դու ինչի համար չես նվիրվում Տիրոջի, ինչի համար չես վերցնում ծառայություն։ Շատերը ծառայություն վերցրել են, թողեցին եւ շատ իմիջայլոց են վերաբերվում ծառայություններին։ Այսօր իսկապես սատանան շատ հեշտությամբ կարողացել է մարդկանց համոզի, որ դե ծառայելը դե ախպեր հələ թող հələ ժամանակը չի, կդզվես կծառայես։ Դու երբեք չես դզվի, եթե տենց մնաս։ Բայց դու կարող ես որոշում կայացնել քո կյանքի փոփոխության համար։ Կամ կլռեցնես այդ ձայնը եւ դու կմնաս քո նույն տեղում, կամ անտարբեր կլինես, ձայնն էլ կլինի, մղումն էլ կլինի, դու էլի անտարբեր կմնաս։ Կգաս կտեսնես ամեն ինչ լավ է, հարդարված, սիրուն է, նորմալ է, դու մենակ կգաս կնստես կգնաս, կամ դու կանես այն ինչ որ արեցին մոգերը, իրանք զբաղված էին, թագավորներ էին, իրանց երկրում լիքը գործ կար անելու, իրանք ամեն մեկն էլ ճանապարհ կտրեցին, գին վճարեցին, որպեսզի գան եւ Մեսիային հանդիպեն, եւ դու դա պիտի ընտրես։ Եթե դու համաձայն ես, դա պետքա լինի քո բաժինը։ Եվ նրանք եկան, եւ գիտեք, ամենաազնիվ նվերները տվեցին Տիրոջը։ Իրանց կյանքի մեջ եղած, ես չգիտեմ, որևէ մեկին այլևս այդպիսի նվեր տվել են թե չէ, բայց նրանք եկան եւ իրանց նվերները բերեցին Տիրոջ առաջ։ Եվ վստահեցնում եմ, որ Տերը ընդունեց այս նվերները։
Աստված ընդունում է այսօր քո սրտի դիրքը, քո սրտի նվերը, որ դու գալիս ես նրա ներկայության մեջ։ Գիտեք, ես հավատում եմ, որ Աստված թե մեր տներում է, թե գործի տեղն էլ, որտեղ մենք կանք, Աստված մեր հետ է, բայց որքանով ենք մենք իր հետ։ Մենք սիրում ենք Աստված արի մեր տուն, Աստված արի մեր գործին, Աստված արի մեր բարեկամին, Աստված արի մեր հիվանդանոցը, Աստված արի մեր գերեզմանները։ Հարց. իսկ եթե Աստված քեզ ասում է արի իմ տուն, արի իմ ներկայության մեջ, արի ինձ հետ հարաբերություն ստեղծիր, արի ինձանից օրհնվի, արի որ ես քեզ տամ, արի եւ տես, մենք ինչ ձև ենք իրան արձագանքում։ Սա հյուրասիրություն չի, որ Հիսուսին հրավիրում ենք գա մեր տուն, ինչա մենք չթանք եկեղեցի, ոնց ենք բանանում, չէ՞։ Սիրելի քույրս, սիրելի եղբայրս, որքան ժամանակ Աստվածաշունչն ասում է, տեսնում եք, որ մոտենում է վերջը, այնքան ավելի ջանք արեք հավաքվելու մեկտեղ, որովհետև ամեն անգամ դուք այսպիսի ներկայություն ձեր տան մեջ չեք զգալու, ես հավատացնում եմ, այսպիսի վերաբերմունք դուք չեք, այսպիսի պատգամներ դուք չեք լսելու ձեր տան մեջ, բայց սա Աստծո տունը, Աստծո ընտանիքն է, եւ ոչ թե մենք գալիս ենք այստեղ գեղեցիկ վայր տեսնելու, այլ գալիս ենք գեղեցկագույնին տեսնելու, ամեն, եւ Աստծո խոսքն ասում է, որ այս իմաստունները եկան եւ ինչ արին, երկրպագեցին նրան, խոնարհվեցին նրա առաջ, ահա թե ինչի համար էին մարդիկ գալիս Տիրոջը, ահա ինչի համար ես եւ դու պիտի գանք, ուզում ենք Աստված մեզ հետ լինի, մոգերը կարող են նստել իրանց տեղերում, ասեն, դե որ Աստված ուզում մեզ հետ լինի, թող գա մեզ հետ լինի, մոգերը ճանապարհ կտրեցին, որ գան, որ Աստված իրանց հետ լինի, ուրեմն սիրելի քույրս, եղբայրս, ընտրիր սրանցից որևէ մեկը քոնն է, բայց ես վստահ եմ, որ դու այսօր իմաստությամբ կընտրես երրորդը, նրան երկրպագելը, գառնուկին, այն մանկանը, այն հրաշալի, այն փառահեղ, օրհնյալ Տեր Հիսուսին, որը ծնվեց եւ աշխարհ եկավ մեզ համար։ Ամեն։ Եկեք կանգնենք նրա ներկայության մեջ։ Եթե մենք սկզբում ենթարկվել ենք հերովդեսական հալածանքին, եթե սատանայի հալածանքին ենք ենթարկվել, ինչ որ կերպ եւ թշնամին խփել է մեր հավատքին, եկեք իսկապես մեր սրտի մեջ որոշում անենք, Տեր, ես ուզում եմ քեզ ամուր բռնեմ եւ դու էլ ինձ ամուր բռնի, որ ոչ մի բան չկարողանա մեզ բաժանել քեզանից։ Ամեն։ Աղոթենք միասին եւ մեր որոշումը անենք, որ Տեր, ես անկախ նրանից ինչքան եմ թուլացել, տկարացել եմ, թերացել եմ, բայց ուզում եմ այսուհետ իմ հոգևոր կյանքը, հոգևոր դիրքը ամրացնեմ եւ ամրապնդեմ քո Աստվածային ներկայության մեջ։ Սիրելի երկնային Հայր, շնորհակալ եմ քեզ։ Փառք եմ տալիս քեզ, որ դու քո միածին որդին ուղարկեցիր մեզ համար։ Շնորհակալ ենք, որ այդքան դիվային ազդեցությունները ճեղքելով դու քո որդուն ուղարկեցիր մեր մեջ, մեզ հետ լինելու, եւ մենք այսօր այստեղ ենք, որպեսզի այդ քո աստվածային սիրո վերաբերմունքը ընդունենք երկրպագությամբ։ Մենք շնորհակալություն ենք ասում քեզ այն բոլոր բաների համար, ինչից որ անցել ենք, անցնում ենք եւ դեռ կանցնենք։ Բայց միևնույն ժամանակ ուզում ենք Տեր, որ դու մեզ պահես ամեն չարից, որովհետեւ գիտենք, որ խավարը թանձրանում է գնալով, բայց քո լույսը մեր մեջ ավելի է զարմանալի ձևով ճառագում։ Որտեւ այն ժամանակ, երբ որ դու պետք է Իսրայել ժողովրդին դուրս հանեիր Եգիպտոսից, քո խոսքը ասում է, որ Եգիպտոսում խավար էր, թանձր խավար, շոշափելի խավար, բայց իսրայելացիների տների մեջ լույս կար։ Ես աղոթում եմ, որ անկախ նրանից ինչքան խավար կլինի շրջապատում, ինչքան մարդիկ կփորձեն մարեն լույսերը, ինչքան կուզենան ավելի թանձր սարքեն խավարը, ինչքան սատանան կուզենա խանգարել, ինչքան կուզենա փչացնել, բայց թող քո հավիտենական լույսը լուսավորի մեր կյանքը, մեր սիրտը, մեր ընտանիքները, մեր զավակներին, մեր սերունդները, մեր եկեղեցին, մեր ամբողջ այս հրաշալի համայնքը, որ ունենք քո փառքի համար։ Սիրելի Հիսուս, շնորհակալ ենք։ Դու ասեցիր, որ ես եմ աշխարհի լույսը։ Ճշմարիտ լույսը նա է, որ աշխարհ եկող բոլոր մարդկանց լուսավորում է։ Եվ ես շնորհակալ եմ, դու որպես լույս եկար աշխարհ, եւ շնորհակալ եմ, որ այս լույսը իմ սրտի մեջ կա, եւ իմ սիրելի եղբայրների եւ քույրերի սրտի մեջ։ Եվ իմ աղոթքն է, ով Տեր, որ այս լույսը երբեք չմարի։ Թող այս լույսը երբեք ոչ մի կերպ Տեր չնահանջի։ Թող խավարը չկարողանա հաղթել մեզ, այլ թող մեր միջի եղած լույսը հաղթի աշխարհի խավարին։
Եվ այն խավարները, որոնք որ մեր ընտանիքներում, մեր հարաբերությունների մեջ կան, թող որ Տեր քո լույսի ճառագայթը բազմապատկվի ով Տեր, թող սատանայի բոլոր դիվային ազդեցությունները հեռանան քո ներկայությունից, թող որ քո ներկայությունը Տեր շոշափելի լինի մեր տան մեջ, ոչ թե շոշափելի խավար, այլ շոշափելի լույս, իրական, որին կարելի է փարվել, որին կարելի է սիրել։ Ես աղոթում եմ Տեր, մեզ պահիր այս հիասքանչ օրհնությանդ մեջ։ Տուր մեզ հավատք, տուր մեզ ավելի մեծ նվիրում, տուր մեզ որոշում, որ մենք պատահական մարդիկ չենք քո տան մեջ եւ ավելորդ չենք, մենք ամեն մեկս քո աստվածային, քո զորավոր գործիքներն ենք, որով կարող ենք գործածվել փառքիդ համար, Հայր։ Շնորհակալ եմ քեզ, օրհնիր իմ ընտանիքը, օրհնիր իմ սիրելներին, փառքիդ եւ անվանդ համար եմ խնդրում, Տեր։ Ձեռքդ երկարիր, Տեր, ամեն մի կարիքի համար։ Տեր, դու տեսնում ես երկրի կարիքը, դու տեսնում ես քո ժողովրդի կարիքը, դու տեսնում ես քո զավակների աղաղակները, նրանց ամբողջ կարոտությունները քո առջև են։ Եվ ես աղոթում եմ, որ քո շնորհքը լցնի ամեն մեկին, Տեր։ Աղոթում եմ, որ քո ձեռքը ամենքի հետ լինի։ Շնորհակալություն քեզ, Տեր։ Եվ թող այն բոլոր պարտությունները, որ ունեցել ենք, թող այդ բոլորը մնա անցյալում, եւ դրանց փոխարեն դու մեզ հատուցես հաղթանակներով, ով Տեր։ Թող որ մեր կյանքը պարունակի քեզ։ Շնորհակալ եմ քեզ, Տեր։ Շնորհակալ եմ, Հիսուս։ Քո ձայնը բարձրացրու եւ քո գոհությունն ասա, քո որոշումը ասա Տիրոջը։ Տեր, ես ընտրում եմ քեզ երկրպագելը։ Ես ընտրում եմ քեզ պաշտելը, ընտրում եմ քեզ խոնարհվելը, Տեր։ Ներիր, որ շատ անգամ արհամարել եմ, ներիր, որ շատ անգամ լռեցրել եմ ձայնդ հանդիմանության, խրատի, առաջնորդության, ներիր, որ շատ անգամ կարողացել եմ թշնամին հաղթի եւ ձայնազուրկ դարձնի քո ձայնը մեր մեջ։ Բայց Հայր, աղոթում եմ հիմա, որ սրանից հետո քո ձայնը հնչի ժողովրդիդ մեջ։ Շնորհակալ եմ քեզ, Տեր։ Շնորհակալ եմ քեզ։ Տարածենք մեր ձեռքերը միասին եւ երկրպագենք նրան։ Խոսենք մեր Տիրոջ հետ, մեր երկրպագությունն ամբողջացնենք։ Հալելույա։ Հալելույա։ Շնորհակալ եմ քեզ, Տեր։ Շնորհակալ եմ քեզ, Տեր։ Հիսուս, շնորհակալ եմ քեզ։ Երախտապարտ ենք այս օրհնությանդ համար։ Աղոթում եմ, որ այս հրաշալի ներկայությունը մեզ հետ մնա։ Ուր էլ որ լինենք, Տեր, թող որ մեր ներսի վկայությունը միշտ վառ մնա, միշտ իրական մեր ականջների եւ մեր սրտի մեջ արձագանքի, որ դու մեզ հետ ես։ Մեզ մենակ չես թողել։ Տեր, դու ինձ հետ ես ամեն օր, Հիսուս, երբեք դու չես փոխվում, դու նույնն ես, Տեր, եւ երեկ, եւ այսօր, եւ հավիտյան։ Խոստումներիդ մեջ եմ կանգնած, ձեռքերիդ մեջ է ապագաս, իմ ամուր ով մեծ Աստված, պաշտում եմ քեզ։ Տեր, դու ինձ հետ ես ամեն օր, Հիսուս, երբեք դու չես փոխվում, դու նույնն ես, Տեր, եւ երեկ, եւ այսօր, եւ հավիտյան։ Խոստումներիդ մեջ եմ կանգնած, խոստումներիդ մեջ եմ կանգնած, ձեռքերիդ մեջ է ապագաս, իմ ամուր ով մեծ Աստված, պաշտում եմ
քեզ իմ ամուր ժայր ով մեծ Աստված պաշտում եմ քեզ բոլորս միասին մեր ձայնը բարձրացնենք իմ ամուր այո միասին պաշտում եմ քեզ ամեն եւ ամեն օր լինի անունդ արժանի ես պաշտամունքի Տեր շնորհակալ ենք քեզ հալելույա եթե ինչ որ բան վերցրեցիր քեզ համար հսկիր որովհետև թշնամին չի ուզի որ դու հաջողվես Հերովդեսը չի ուզում որ դու հաջողվես բայց նա ով ուզում է քեզ հետ լինի նա ուզում է որ դու հաջողվես ընտրությունը մեր ձեռքերում է այնպես որ սիրելիներս թող Տիրոջ օրհնությունը լինի բոլորիս հետ մենք հրաշալի սեզոն ենք ապրում եւ այս սեզոնը դեռ շարունակվում է Տեր Հիսուս Քրիստոսի երկիր գալու վստահ եմ որ հրաշալի ժամանակ պետք է ունենանք թող Հայր Աստծո սերը Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը բոլորիս հետ լինի ամեն գնանք խաղաղությամբ Տեր Հիսուսի հետ Ձեռքերիդ մեջ է